Ողջույն բարեկամներ, նախ ներողություն եմ ուզում խնդրեմ երեկվա առողջման ձայնի խնդիրների համար։ Շատ ժամանակ ես ինքս էլ չգիտեմ ինչա կատարվում, ասենք դուք ոնց եք ինձ լսում, որովհետև ես մոնտաժող չունեմ, տեխնիկական կազմ չեմ պահում։ Երանի գա այդ օրը, որ մենք դառնանք մեդիա եւ իմ ամբողջ աշխատանքը լինի հենց այս հաղորդումները պատրաստելը, որը իմ աշխատանքը չի, ես ունեմ աշխատանք ու սա անում եմ որքանով ես հասցնում եմ ու շատ ժամանակ նույնիսկ ժամանակ չի լինում լսելու թե ես ինչ եմ անում, մեծամասամբ ժամանակ չի լինում, երեք ձայնի խնդիր ա եղել, որի համար ես ներողություն եմ խնդրում, պետք է ասեմ, որ դա ուղղակի միկրոֆոնների հետ կապված ծրագրային խնդիրներ է, որ ես աշխատում եմ շտկեմ եւ ես մտածում եմ նոր ձայնային տեխնիկա գնել, գուցե ժամանակ այդ խնդիրներից կարողանանք խուսափել, հուսով եմ հիմա ավելի լավ է լսվում, հուսով եմ, ես իմ կարգավորների մեջ փորձել եմ անել ինչ որ հնարավոր է, ես իմիջիալոց հաղորդման տակը link կա, PayPal link կա, եթե ուզում եք օժանդակեք այդ գնումի համար, դուք կարող եք ձեր նվիրատվություններն անել եւ հուսում դրանից հետո մենք ունենանք ավելի անթերի, ավելի լավ ձայն։ Եվ այսպես գնանք նորություններին Վարդան Ղուկասյանի հետ կապված առաջինը, ինչպես միշտ այն աղբյուրները, որոնք ինձ տեղեկացնում են ինչա կատարվում դատարանում, խնդրեցին, որ փոխանցեմ ձեզ, որ վերջի նիստի ժամանակ դատավորը բավականին բարգացած է եղել հենց դատախազի եւ մեղադրական կողմի նկատմամբ այդ մասին խնդրեցի, որ ես անպայման ձեզ ասեմ, մասնավորապես ինչու՞մն է բանը, որ նրանք լավ չեն պատրաստված։ Եթե դուք հիշում եք, հենց առաջին օրը, երբ որ մենք իմացանք, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալել են, ոչ թե նա հիվանդանոցում է, ոչ թե նրան ծեծել են, ոչ թե նրան սպանել են, հա։ Հիշում եք, ես այդ ժամանակ ասեցի, թե փառք Աստծո գոնե դատարանում է, եթե դատարաններ ներկայացածը սրանք են, հա, դիմումները սրանք են, սրանք իրենց փնտրության արդյունքում, գիտեք, չէ, սրանք ոչ միայն տգետ են, հա, սրանք ոչ միայն անհայտնիկ են, նաև կատարյալ փնտրի իրենց տգիտության արդյունքում, հա։ Բնականաբար նրանք չեն կարողանալու կազմակերպեն այն դատավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ներկայացնեն այն աստիճանի անբեկանելի փաստեր, որի արդյունքում դատարանը ստիպված պետքա արտաքսի Վարդան Ղուկասյանին։ Հույս ունենալով դրանց տգիտության վրա, այդ եզրակացությունները ես արեցի առաջին օրը դուրս է գալի, այո, դա ճիշտ է եւ այն հանգամանքը, որ լույս է երևացել լավ որոշման համար, հենց դա է եղել, որ դատավորը իրոք բարկացել է մեղադրական կողմի վրա, որ նրանք փնտրի են ներկայացել փաստերը եւ շատ ժամանակ նույնիսկ ներկայացված փաստերն ու իրականությունը իրար հետ չեն համընկնում։ Ես օրինակ մոտարապես ուզում եմ պատկերացնեմ այդ դատարանում ինչա, ասենք, բան եղել, էլի, սա փաստ չի, դա արդեն իմ եզրակացություններից է ինչ որ կասեմ, մոտարապես պատկերացնում եք, որ նրանք ասենք որպես սպառնալիք ներկայացել են, որ ասենք Վարդան Ղուկասյանը իրենց խոստացել է, ասենք, կուկուլալա տումանբա անել, ասենք, եւ դատավորը հետաքրքրվել է, ասենք, բացատրեք ինչա նշանակում դա, ասենք, մոտարապես sense մի բան է, էլի, երևի նրանք բացել են բոլոր հնարավոր բառարանները, չեն գտել, փորձել են բացատրել, չեն կարողացել, երևի միջնորդություն են ներկայացել դատավորին ցույց տալ դա ինչա, ինձ թվում է դատավորը հենց այդտեղ էլ բարկացել է իր վրա։ Դե բնականաբար Վարդան Ղուկասյանը փակագծերը չէր բացելու, իր գաղտնիքները չէր բացելու, թե ինչա նշանակում դա եւ ինչով է դա սպառնում իրենց առողջությանն ու ապագային։ Սա ասենք իմ ֆանտազիայի բանից է, հանկարծ չընդունեք որ տես բան ա եղել, էլի, տես բան չի եղել բնականաբար։ Հուսով եմ այս քանի օր մենք իրոք կունենանք այն լավնորությունը, որոնք ես վստահ եմ բոլորը սպասում են եւ որը ժամանակից շուտ հայտարարվեց, մարդիկ սկսեցին շնորհավորել իրար, դա ես միշտ սպասում եմ այն վերջնական որոշմանը։ Ընթացքը սա է, դատավորը հիմա շատ բացասական է տրամադրված մեղադրական կողմի նկատմամբ եւ այս դատավարության դրական ընթացքը դրա մեջ է։ Հենց Վարդան Ղուկասյանը ազատվեց, հենց այդ մասին հստակ տեղեկությունը ասեցին, ես միանգամից ձեզ կտեղեկացնեմ։ Հիմա անցնենք հաջորդ թեմաներին։